Վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են մեր հաղթանակ դաշինքի ավականու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ խուզարկություններ, այնուհետև դա հետևում է խուզարկություններին ձերբակալություններ, տանում են ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ, անկեղծ ասած բուն գործի հետ կապված փաստաբանները երևի թե հայտարարությամբ հանդես կգան, ես ինքս չեմ տիրապետում, որովհետև անհասկանալի մի այսպես մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո նոր որոշում են, կարծում եմ սա ՔՊ-ական վախերն են վաղարշաբաթից, ինձ թվում է իրենք վաղ չափողի կարիք ունեն, որովհետև ընտրություններից 3-4 ամիս հետո մարդկանց ենթարկել տոտալ բռնաճնշումների միտք չունի, երևի թե սպասվող հունիսին ազգային ժողովի ընտրությունների հետ նաև կապ ունի, փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ով ընդդիմադիր միտք հայտնի, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների, չեմ կարծում սա իրենց ուզած ցանկալի արդյունքը տալու է, ամեն դեպքում այսօրվա իրականությունը դա ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, որովհետև րոպե-րոպե շատանում է, րոպե-րոպե ավելանում է այդ թիվը, կան մարդիկ, տասնյակը գերազանցում է, այո, այս պահին տասնյակը գերազանցում է, կան մարդիկ, որ ընդհանրապես անհասկանալի է, իրենք երբևէ ընդգրկված չեն եղել, որ ոչ մեր նախընտրական քարոզարշավի մեջ, ոչ մեր նախընտրական շտաբում են եղել, ոչ որևէ ակտիվ քարոզչական որևէ գործողություն են իրականացրել, չենք հասկանում ընդհանրապես ինչի մասն է խոսքը։ Ինչ մեղադրանքով է նրանց ձերբակալվել, եթե նախորդների դեպքում նշում եք, որ ընդդիմություններում ուղղորդելու համար է, գուցե ձեզ պարագայում է նման մեղադրանք առաջանում։ Կարծում եմ մեղադրանքի մասին փաստաբանները ծանոթանալուց հետո իրենք ճիշտ կլինի, որ հանդես գան, որովհետև մենք չենք տիրապետում գործի նյութերին, բայց որքանով որ ես տեղեկացված եմ sense խոսակցություններից, ինչ-որ թեկնածուները իրենց հեղինակությունը օգտագործել են և դիրքը մարդկանց ուղղորդել են, որ ձայնը տան հաղթանակ դաշինքին։ Այսինքն ինչ է նշանակում քարոզչական շրջանում թեկնածուն քարոզչություն է իրականացրել և մարդկանց ասել է ձայնը տվեք մեր դաշինքին։ Ես ինքս բազմաթիվ հրապարակային ելույթների ժամանակ քարոզչության բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ բոլորիդ կոչ եմ անում ձեր ձայնը տալ հաղթանակ դաշինքին։ Այսինքն այս հոդվածով կարելի է յուրաքանչյուր մարդու ուղղակի ձերբակալել, այնուհետև կալանավորել եւ այլն։ Գիտեք, բացառելու մասին պետք չի խոսալ, պետք է խոսալ այն ամեն ինչի մասին, ես ինքս քանի որ չեմ տիրապետում հիմա, բայց ես բացառում եմ որևէ ապօրինություն մեր ավականու թեկնածուների, մեր շտաբում ընդգրկված ակտիվ անդամների կողմից։ Եթե լիներ, ինչ եք կարծում, ընտրություններից 3-4 ամիս հետո հունիս ամսին սպասվող ընտրություններից առաջ տեղի կունենար այս բռնաճնշումները, բնականաբար ոչ, տեղի կունենար հենց այդ պահին 1 օր կամ 2 օր հետո։ Այս մարդիկ երկար փորձել են ինչ-որ գործեր կարել, չեն կարողացել, չի ստացվել իրենց մոտ այդ ամեն ինչը, sense մի անհեթեթ բանով փորձում են Վաղարշաբաթ համայնքում, իրենք տեսել են, որ Վաղարշաբաթ համայնքում ընդդիմությունը բավականին մեծ թվով ձայներ ունի, փորձում են պարզապես ազգային ժողովի ընտրություններից առաջ վախի մթնոլորտով թիմում պառակտում մտցնել, մարդկանց փորձել լռեցնել, մարդկանց հարազատներին լռեցնել, մի խոսքով այն վախի մթնոլորտը, ինչը տիրում է Հայաստանի Հանրապետությունում, այսօր առավոտից կենտրոնացած է Վաղարշաբաթ խոշորացված համայնքում։ Ես չեմ կարծում, որ ընտրությունների ազդեցություն կունենա ընտրությունների արդյունքների վրա, բայց որ այս պահին մենք ունենք չեմ բացառում նաև կալանավորումներ, չեմ բացառում կալանքի սանկցիաներ, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Մենք գիտենք, այսօր Հայաստանի Հանրապետության բանտերում կան մարդիկ, որոնք ոչինչ չեն արել, ոչինչ չանելու համար կալանավորված են։ Իհարկե չեմ բացառում, բայց կարծում եմ փաստաբանները գործի նյութերը ավելի Դա մտավախություն չէ, դա փաստ է սպասելի, որ ամեն վարքյան կարող եմ սպասել, որ կարող են ինչ-որ մի անհեթեթ հոդվածով, նույն հոդվածը կարող են ինձ առաջարկել, ասել դուք ինքներդ էլ ուղղորդել եք մարդկանց, կոչ եք արել, որպեսզի ձայնը տան հաղթանակ դաշինքին։ Արդյոք դա քրեական հոդված է։ Ինչի համար է դա քարոզչական,
ժամանակաշրջանը, նախընտրական քարոզչությունը հենց դրա համար է, որպեսզի մարդիկ կոչ անեն, մարդիկ ասեն, որ ձայնը տան իրենց նախընտրելի տեխնացուին, իրենց նախընտրելի դաշինքներին։ Չեմ բացառում, մտավախություն չունեմ, ամեն վարքյան պատրաստ ենք, ամեն ինչ հնարավոր է այսօրվա իշխանությունից սպասել, ինձ թվում է ամեն ինչ, ամեն վատ բան, ամեն ստոր բան։ Իմ ունեցած ինֆորմացիայով ոչինչ չեն գտել, բայց նորից եմ ասում, ես ինքս փաստաբան չեմ, գործի նյութերին ծանոթ չեմ, փաստաբանները իրենք հանդես կգան, բայց ես կարելի ասել վստահ եմ, որ ոչ մի բան իրենց հետաքրքրող ընտրությունների հետ կապված չեն կարողանալու գտնել, որովհետև մեր նախընտրական շտաբում, մեր թիմում երբևէ անօրինական ոչինչ չի արվել, նորից եմ ասում, արվելու դեպքում շատ վաղուց մենք կլինենք կալանավորված, շատ վաղուց քրեական գործեր հարուցված կլիներ։ Սա ուղղակի արվում է տեսնելով նախորդ ընտրությունների արդյունքները, որ ամեն դեպքում որքան էլ որ իրենք ընտրվեցին, իրենց համար դա ցանկալի արդյունք չէր, փորձում են բռնաճնշումներ անել, որպեսզի հետևանքը ունենա հունիսի 7-ի ընտրությունների վրա։ Այս պայծրությամբ ավականու անդամներ չկան, բայց կան ցուցակի մեջ ընդգրկված ավականու տեխնացուներ։ Ոմանք ոստիկանության բաժնում են Էջմիածնի, ոմանք արդեն քննչական կոմիտեում են, ինչքան գիտեմ, որքանով տեղյակ եմ, ոմանք նաև Արմավիրի ոստիկանությունում են, քրեական ոստիկանությունում, թիվը րոպե-րոպե, քանի որ ձերբակալվածների շատանում է, ինֆորմացիան ամեն վայրկյան փորձում ենք ստանանք եւ հասկանանք, թե այս պայծրությամբ քանիսն են։ Չէ, ուղղակի ես ավելի քան Ժորժ ջան վստահ եմ, որ իրենց այս բռնաճնշումները ոչ մի արդյունք չեն տալու ցանկալի իրենց համար, այսինքն ընտրությունների արդյունքների վրա ի օգուտ իրենց չեն ազդելու, հակառակը շատ ավելի վատը, հակառակ էֆեկտն է տալու իրենց համար, որովհետև սա իրենք երևի թե հասկանում են, որ հունիսի 7-ի ընտրությունների շանս չունեն այլևս Հայաստանի Հանրապետությունում ընտրվելու իշխանություն կազմելու, փորձում են այս մեթոդներով եւ մենք տեսել ենք շատ այսպես տարբեր փորձեր կան եւ իշխանությունները գնում է այս աստիճան բռնաճնշումների, բեսպրեդելի, շատ կարճ ժամանակ հետո իրենք զրկվում են իշխանությունից։ Չեմ կարծում թե կօգնի։ Դե մենք տեսանք բացառիկ աջակցություն է, Թուրքիայի արտգործնախարարն է աջակցություն հայտնում, կարծես թե Թուրքիայի արտգործնախարարը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրանց հետ մրցում են, թե ով է լինելու ՔՊ-ի նախընտրական շտաբի պետը։ Կարծում եմ մոտ ժամանակս կտեսնենք այդ մրցույթին ով կհաղթի։